Հավետարան ըստ Ղուկասի գլուխ 24-րդ։ Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունը Էմաուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր մոտ 11 կիլոմետր։ Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին։ Եվ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը Հիսուս մոտեցավ ու գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեն, և նրանց ասաց. «Այդ ինչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք»։ Նրանցից մեկը, որի անունը Կլեոպաս էր, ասաց նրան. «Երուսաղեմում միայն դու ես, որ չես իմացել, թե ինչեր կատարվեցին այնտեղ այս օրերին»։ Եվ նրանց ասաց. «Ի՞նչ»։ Եվ նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ եղավ մարգարե մարդ, հզոր գործերով և խոսքերով, Աստծու և ամբողջ ժողովրդի առաջ, և թե ինչպես մեր քահանայապետները և իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ Մենք ակնկալում էինք, թե նա է, որ փրկելու է Իսրայելը, սակայն այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին։ Այլ նաև մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել և նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան և ասացին, թե նաև մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին և գտան այնպես, ինչպես կանայք ասել էին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. «Ով անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները, չէ՞ որ Քրիստոս պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ։ Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին բոլոր գրքերում»։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուս պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ, իսկ նրանք շատ ստիպեցին նրան և ասացին. «Մեզ մոտ գիշերիր, որովհետև երեկո է, և օրը տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ նրանց հետ այնտեղ գիշերելու։ Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին և ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։ Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, մինչ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպես էր մեզ բացատրում գրքերը»։ Ապա անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան և հավաքված գտան 11-ին և նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թե իսկապես հարյավ Տերը և երևաց Սիմոնին, իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, և թե ինչպես Հիսուս իրեն ճանաչել էր տվել նրանց հաց կտրելու ժամանակ։